Շնորհակալություն։ Հարցը սուղում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, երեք դուք այստեղ զեկուցում եք տարեկան բյուջեի կատարողականը եւ ձեզ հարցեր ուղղվեցին ավելի շատ մեր կողմից, քան ընդդիմադիրների, բայց ձեր հեռանալուց հետո այսօր ելույթների ժամանակ մի զգալի հատված նվիրված էր ձեր ոլորտների բյուջեի կատարողականին եւ նաեւ ոլորտի կառավարմանը մի քանի դիտարկում հասցրի առանձնացնել, չգիտեմ ինչու ձեզ չեն հարցնում, այլ որպես ելույթներ են մեր գործընկերներ ընդդիմադիր, մտածելով, որ դա այդպես շատ վստահ տոնով ասելով կարող են տպավորություն ստեղծել, թե ճշմարտությունն են ասում։ Մի քանի դիտարկում կուզեի առանձնացնել եւ եթե դուք էլ ինչ-որ բան ֆիքսել եք, կխնդրեմ անդրադառնալ այդ պնդումներին, որպեսզի անարձագանք չմնան։ Մեր գործընկերներից մեկը պնդում էր, որ agrarային համալսարանի մեր ծրագրերը չեն աշխատում, կրթաթոշակների ծրագրերը, որոնք ներդրել ենք ոլորտի բարեփոխման եւ մասնագետների ներգրավման համար, կուզեի անդրադառնալ սրան։ Մեկ էլ նույն գործընկերը պնդում էր, որ այդ գյուղատնտեսական ինստիտուտները 19 թվականին միացրել են agrarային համալսարանին, այսինքն կեղծ պնդումներ էին անում դրա հետ կապված։ Մի ուրիշ գործընկեր ակադեմիական քաղաքի նախագիծը անվանեց փուչիկ եւ ներդրումները վատնում այդ նախագծում մեկ ուրիշ գործընկեր էլ անպագորգոր հայտարարություններ էր անում բուհերի քաղաքականացվածության մասին, մինչդեռ այստեղ մենք ունենք ուղիղ հակառակ իրավիճակը, ինչպես իմ գործընկեր Սոնա Ղազարյանն էր ասում, կան տեղեր, որտեղ որ մենք չենք միջամտում եւ մարդիկ մտածում են, որ կարող են իրենք միջամտել եւ դարձնել իրենց կուսակցությունների ֆիլիալները։ Կուզենայի անդրադառնալ այս հարցերին, մնացածի մասին արձագանքի ժամանակ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, հարցի համար մի քիչ արդար չի, որովհետև նրանցից յուրաքանչյուրը առնվազն 10 րոպե ուներ։ Ես պետք է փորձեմ ավելի կարճ ժամանակում այդ բոլոր հնչած տարօրինակ մտքերին անդրադառնալ, բայց փորձեմ։ Որովհետև սա այն դեպքն է, երբ որ ոչ թե ուղղակի մեկնաբանություններ եմ անելու, այլ զուտ փաստեր եմ բերելու Ագրարային համալսարանի մասին։ Ագրարային համալսարանում 2024-25 ուսումնական տարում 23-24 ուսումնական տարվա նկատմամբ ունեցել ենք ընդունելության 67% աճ։ Նախորդ տարի 1924 ուսանող դարձել է ագրարային ոլորտի կրթություն ստացող ուսանող եւ վաղը համալրելու է այս ոլորտում կադրային պահանջարկը։ Սակայն սա ամբողջ պատմությունը չի։ Ինչպես հիշում եք, գերակա կրթաթոշակների մասին որոշումը կառավարությունը կայացրեց նախորդ տարի օգոստոսի վերջին եւ պարզ է, որ դրա ազդեցությունը ընդունելության վրա մենք կարող էինք տեսնել այս տարվա գործընթացների ժամանակ եւ մի ցուցանիշ բերեմ։ Այս տարի գերակա մասնագիտություններով, որտեղ 70,000 դրամ կրթաթոշակի հնարավորություն է ընձեռվում ագրարային ոլորտում, 88.46% աճ ունենք դիմելիության։ Սա այն ցուցանիշն է, որը որ ուղղակի վկայում է այդ ծրագրի ազդեցության մասին։ Եվ սա դեռ առաջին տարին է, եւ վստահ եմ, որ այս ծրագրի գործունեության հաջորդ տարիներին այս ցուցանիշները ել ավելին են լինելու եւ սա նաեւ ցույց է տալիս, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում։ Սա ամբողջը չի։ Երեք պարոն Խաչատրյանը ինչ-որ պնդումներ էր անում 3 ինստիտուտների մասին, որոնք միավորվել են 19 թվականին ագրարային համալսարանին եւ հարցնում էր կան արդյոք այդ ինստիտուտները։ Եվ այսօր այստեղ ինչ-որ մարդիկ մեզ հարցնում էին արդյոք մենք չենք ամաչում, անկեղծ ասած ես հիմա ամաչում եմ եւ պարոն Խաչատրյանի փոխարեն, որովհետեւ կարծում եմ, որ падգամավորը որևէ հարց հնչեցնելուց առաջ գոնե թե պետք է տարրական փաստ ստուգի։ Այդ բոլոր 3 ինստիտուտները, երկրագործության գիտական կենտրոնը, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության կենտրոնը, Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը
գործում են էկոնոմիկայի նախարարության ներքո, ինչպես եւ գործել են եւ շարունակում են ստանալ բյուջեից ֆինանսավորում կարևոր գործունեության համար։ Իհարկե առաջիկայում բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական ինստիտուտներին միավորման գործընթացի շրջանակներում նաեւ կքննարկվի դրանց հետագա գործունեության ավելի նպատակահարմար վայրը։ Ժամանակը ավարտվեց, ցավոք մնացածը արձագանքի ժամանակ։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, առիթից օգտվելով ասեմ, որ այս ամսվա 27-ին մենք ունենք խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի վերաբերյալ եւ հույս ունեմ այնտեղ բոլոր հարցերին անդրադառնալու հնարավորություն կունենանք եւ շարունակեք արձագանքել մնացած մասին հարցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ակադեմիական քաղաքը փուչիկ անվանող բոլոր դիտարկումներին ես մի պատասխան ունեմ տալու, ինչպես միշտ այդ պատասխանը աշխատանքն է։ Մենք այսօր ակադեմիական քաղաքի մասին խոսում ենք, երբ որ հիմնական հարցադրումները հնչում են, արդյոք քաղաքը կլինի 30 թվականի ապրիլի 1-ին, թե ապրիլի 28-ին։ Եվ սա այդ աշխատանքի վկայությունն է, որովհետև եթե մենք միասին հասել ենք խոսակցության այն մակարդակին, որ քննարկում ենք քանի ամիս առաջ կամ հետո է քաղաքը լինելու, մի բան այդտեղ անվիճելի է, քաղաքը լինելու է։ Իսկ որ լինելու է, դա վկայում է մեր ընթացիկ աշխատանքը միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք առաջին անգամ չի, որ նման քաղաքներ են կառուցել, եւ ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո մենք նաեւ կոնկրետ աշխատանքներ ենք տեսնելու ակադեմիական քաղաքի տարածքում, արդեն տարածքի մաքրման, հողաշինարարական ճանապարհների եւ մյուս ենթակառուցվածքների ուղղությամբ աշնանն էլ կունենանք մեծ կոնֆերանս, բոլոր թերահավատներին հրավիրում եմ գան, լսել եւ միանան այդ մեծ աշխատանքին, որովհետեւ դա մեր հանրության եւ մեր զարգացման համար ամենակարևոր ծրագրերից մեկն է։ Իսկ բուհերի քաղաքականացման մասին, եթե թույլ կտաք ընդամենը մեկ նախադասություն, գիտեք, ուղղակի չի կարելի։ Կրթական համակարգը վերջապես շնչում է։ Մարդիկ օձիք են թափ տալիս, կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ։ Իսկ ովքեր խոսում են բուհերի կուսակցականացումից, թող գնան տեսնեն ինչպես են բուհերի շենքերը տվել կուսակցական գրասենյակների տակ, հենց նույն agrarային համալսարանում։ Շնորհակալություն։ Քրիստինե Պողոսյան։ Դահլիճում չէ։ Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ արտգործնախարարին։ Այս ամբողջ գիշեր Ռուսաստանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսափողները չքնեցին եւ իրար հերթ չտալով իրենց աջակցությունը հայտնեցին իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին։ Իհարկե մենք սրա մեջ խնդիր չենք տեսնում, մինչև այն կետը, երբ որ այդ աջակցության տեքստերում կոչ էր արվում Հայաստանում ներքին քաղաքական կյանքին խառնվելու։ Ես ինձ հետաքրքիր է պարոն Միրզոյան, արդյոք հասցրել եք շփվել ռուսաստանյան ձեր գործընկերների հետ եւ փոխանցել մեր անհանգստությունը, եթե ոչ զայրույթը։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես երեք ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահարչակ այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաև ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում եւ խորհրդարանի պատգամավորների, այդ թվում եւ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ
Այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, մենք էլ սպասենք արձագանքին։ Պարոն Միրզոյան, նաև առաջարկում եմ առիթ օգտագործել եւ խոսել մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության, միգուցե նաև, նրանց տեղափոխման հետ կապված ինչ գործ է անում մեր կառավարությունը։ Սրա մասին շնորհակալ եմ։ Գիտեք, ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Մեր մոտեցումը այս հարցին հանրահայտ է եւ ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը, բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում են դա հաջողվում։ Այս պայմաններում մենք ոչ միայն մեր հայրենակիցների Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագմամբ քաղաքացիների մասին է խոսքը, առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների, որ հումանիտար հարցի մասին ենք խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման կամ, չգիտեմ, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու, ուրեմն process-ի մեջ ենք, այսպես ձևակերպեմ։ Եթե չեմ սխալվում, 3 թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ օրինակ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի են օգնել Հայաստանի ուրեմն սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, նաև կարող եմ ասել աֆրիկյան մի քանի պետություններ, Զիմբաբվեն, օրինակ Չինաստանի քաղաքացիներ, Ֆրանսիայի քաղաքացիներ, Միացյալ Նահանգների քաղաքացիներ, սա շարունակական process է եւ ինչպես կարող ենք գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Գերամ Նազարյան։ Միջ հարցը ստալը ես այսօր համացանցում Facebook-ում մի տեղեկություն տեսա, որ Իրանից եկող քաղաքացիներին, այդ թվում մեր հայրենակիցներին, ոմանք դիմավորում են մեծ խանդավառությամբ եւ մեղրի Երևան տեղափոխման համար պահանջում են $300 գումար։ Ես ուղղակի խնդրում եմ, եթե ինչ-որ կերպ հնարավոր այդ ամոթալի process-ը կանխել, ինչ-որ ձևերով կանխել, իսկ հարցս վերաբերում է կրթությանը։ Ամիսներ առաջ ես մի առաջարկ արեցի, որ ինչ-որ պահից դպրոցներում, իհարկե սա վերաբերում է հիմնականում Երևանին, որ աշակերտների թիվը չգերազանցի 20-21-ը, լսեցի պատասխան, որ շուտով դա լինելու է, բայց ոնց որ դա դեռ չկա եւ երեխաները սովորում են, չգիտեմ ինչ պայմաններում, այսինքն կրթություն որպես այդպեսին ձևական է դառնում, որովհետեւ 30, 36, 38 աշակերտի դեպքում դա կրթություն չի, դա զբաղմունք է, երբ է այդ փոփոխությունները լինելու եւ մի առաջարկել համաձայն չեք արդյոք որ պետք է սահմանափակվի դասարանների թիվը, եթե խոսքը ոչ վճարովի դպրոցների մասին է, որովհետեւ ունենք դպրոցներ Երևանում, որոնք այնտեղ երեխեքին տանում են միայն նրա համար, որ հարուստ ծանոթ գտնեն իրենց երեխեքին այդ դպրոցը տանելու 3-4 դպրոց է, ուղղակի սահմանափակենք դասարանների թիվը 4-ով, նպաստենք մյուս դպրոցներում էլ զարգացմանը եւ կուզեի լսել ձեր կարծիքը։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն պարոն Նազարյան, հարցի համար նախ ասեմ, որ այս պահին ոնց որ թե դասեր չկան դպրոցներում, ամառային արձակուրդներ են եւ փոփոխություններին պետք է սպասել սեպտեմբերից, բայց ինչ վերաբերում է դասարաններում երեխաների թվին, ապա այդ փոփոխությունները եւ ես կարծես նախորդ անգամ էլ այդ մասին խոսեցի, այնպիսի փոփոխություններ են, որոնք բացի իրավական ակտի փոփոխությունից, որն արդեն իրականացված է, խոսքը դասարանների կազմավորման կարգի մասին է, որը կառավարության որոշմամբ է հաստատվում եւ այդ որոշումը կառավարությունը արդեն ընդունել է, դրանք պահանջում են նաեւ
միջավայրի հարմարեցումներ, որովհետև այն, որ դասարաններում երեխաները լինեն ոչ թե 35, այլ 25-ը, նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ թվով դասարաններ ունենալ դպրոցներում։ Իսկ սա նշանակում է, որ ֆիզիկական շենքերում պետք է ունենանք այդքան սենյակներ։ Բացի դրանից, սա նշանակում է, որ մենք կարիք կունենանք հավելյալ ուսուցիչների, որովհետև մի բան է, երբ որ դպրոցը ունի 10 դասարան, մեկ բան է, երբ որ մենք դասարաններում երեխաների թիվը փոքրացնում ենք եւ ունենում ենք օրինակ արդեն 20 դասարան։ Եվ այս պարագայում բնականաբար թե ուսուցիչների արկայության եւ թե նաեւ ֆինանսական հարցերի պլանավորման խնդիր է առաջանում եւ հենց դա է պատճառը, որ մենք այս որոշումը կայացրել ենք մի քանի տարի առաջ, որպեսզի համակարգը ժամանակ ունենա պատրաստվելու եւ ֆինանսական առումով էլ պլանավորենք մեր գործողությունները եւ կարծում եմ, որ առաջիկայում նաեւ բյուջետային քննարկումների ժամանակ մենք այդ որոշումները կկայացնենք ամենաճիշտ նպատակահարմար ժամկետի համար, որովհետեւ այստեղ պետք է ձեզ մի բան էլ հիշեցնեմ, ես բյուջեի կատարման զեկույցում այդ թվերը հնչեցրեցի 2019-ի նկատմամբ հանրակրթության ֆինանսավորումը, այսինքն դպրոցների պահպանման ծախսերը աճել են շուրջ 40%-ով։ Եվ սա այն գումարն է, որ մենք ավել ենք տալիս, որպեսզի դպրոցներում կրթության որակը բարձրանա եւ դրանք ուղղվել են ամենատարբեր ուղղություններով, որոնք ես մանրամասն ներկայացրեցի։ Բնականաբար այս ճանապարհով գնում ենք, բայց կարծում եմ, որ պետք է որոշակի ուրեմն նաեւ ժամանակ վերցնենք փոփոխությունները պլանավորված ու ճիշտ անելու։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք որոշ դպրոցներում սահմանափակենք դասարանների թիվը, գիտեք, արդեն իսկ լիցենզիոն տեղերով դա սահմանափակված է եւ մենք նաեւ ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգը երեխաների էլեկտրոնային ընդունելության, ինչը նաև վերացրել է որոշ դպրոցներում այսպես կոչված նաև լրացուցիչ ցուցակների արկայությունը, կարծում եմ ոչ մի նորություն չեմ բացահայտում, որ դպրոցներ են եղել, որտեղ գործել են այսպես յուրայինների ցուցակներ, թե ով պետք է ընդունվի դպրոց եւ ով ոչ, էլեկտրոնային համակարգը վերջ է դրել դրան եւ Երևան քաղաքում դպրոցների միջև բաշխվածությունը ավելի քան 50%-ով համաչափություն է գրանցել եւ հիմա այդ ձեր մատնանշած մի քանի դպրոցները շատ ավելի բարվոք վիճակում են, քան ընդամենը 4-5 տարի առաջ, երբ որ իրավիճակը բոլորովին այլ էր։ Շնորհակալություն։ Արձագանք։ Էլի հույս եմ հայտնում, որ սեպտեմբերից գոնե դասարանների աշակերտների թվի առումով դրական փոփոխություն կլինի եւ մի առաջարկ կամ հարց այս ապրիլի 24-ից մեկ օր առաջ այդ ասել եմ, կարծեմ բարձրաձայնել եմ այդ մասին, որ երեխան տատին պատմում էր, որ գիտեք վաղը այն օրն է, երբ որ թուրքերը հայերի գլուխները քարերով ջարդել են։ Բնականաբար երեխան դա դպրոցից էր լսում եւ ես ուզում եմ հարցնել կամ առաջարկել, որ այդպիսի կարևոր օրերից, տոներից առաջ ուսուցիչը իմանա ինչ խոսա երեխայի հետ, հատկապես եթե խոսքը վերաբերվում է առաջինից 4-րդ դասարաններին, մնացածը հույս ունեմ, որ մի քիչ նորմալ կբացատրեմ, բայց առաջինից 4-րդ դասարանի երեխային այդ ձևով կյանք մտցնելը չեմ կարծում, որ մենք կունենանք առողջ սերունդ։ Եվ նույնը մայիսի 28, սեպտեմբերի 21 ինչ-որ ուղերձներ, որ հստակ մշակված լինի, որ դպրոցը ուսուցիչը փոխանցի աշակերտին։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, պարոն Նազարյան, կարևոր թեմաներ կան, որի մասին խոսակցությունը դպրոցներում շատ հեռու է բավարար լինելուց եւ հատկապես եթե խոսքը վերաբերում է մեր պատմության ու պատմական տարբեր դրվագների շուրջ խոսակցությանը եւ այդ իմաստով է նաեւ, որ մենք պատմության չափորոշչին այդքան մեծ ուշադրություն ենք դարձնում, նաեւ հասարակագիտության չափորոշչին եւ կարծում եմ, որ փոխելով նաև պատմության չափորոշիչը եւ ունենալով արդեն ամբողջությամբ նոր մոտեցում, գիտեք, որ առարկան նույնպես փոխվեց եւ այժմ խոսում ենք Հայաստանի պատմության մասին, ամբողջությամբ վերանայել ենք դասագրքերը եւ բնականաբար ուսուցիչների հետ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ խոսակցությունը տեղի ունենա ճիշտ ձևով։ Այսօր շատ տեղերում կարող եք տեսնել այդ իրավիճակը, որովհետև ցավոք սա էլ այն հետքն է, ինչ մենք ժառանգել ենք այս պաթոսի, ագրեսիայի միջավայրում երեխաներին մեծացնելը եղել է մեր կրթական համակարգի բնորոշ գիծը, որը պիտի հաղթահարենք, դա ժամանակ է տևում։
բայց կարևոր հարց եք բարձրացնում եւ մենք այդ հարցի շուրջ աշխատում ենք ու հուսով եմ, որ մյուս տարի օրինակ ու այլ տպավորություններ կստանաք այդ նույն դասերի ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, տիկին նախարար, հարցերը ավարտվեցին, նիստը նույնպես կհանդիպենք վաղը հարգելի գործընկերներ։